Էդմոն Մարուկյան։ Շնորհակալություն, հարգելի ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ։ Ես պետք է դրական արտահայտվեմ սույն նախաձեռնության վերաբերյալ, որովհետև իրապես շատ կարևոր է, որ լինի հանձնաժողով, որը կուսումնասիրի մեր քաղաքացիներին եւ նաեւ մեզ հուզող լուրջ հարցեր, որոնք կապված են գազամատակարարման ոլորտում երկար տարիներ ինչ որ շղարշով պատված պատմությունների հետ։ Ես մի քանի հարց հնչեցրեցի, որոնք կապված էին կորուստների հետ, թե արդյոք հանձնաժողովը կարող է ուսումնասիրել կորուստները, մենք տեսնում ենք, որ այո կարող է, եւ սա շատ կարեւոր է, եւ թե ինչքանով են այդ կորուստները ռեալ, եւ թե մինչ օրս եղած կորուստները ինչքանով են ողջամիտ եղել եւ ինչպես են դրանք ներառվել սակագնի մեջ։ Սա մեկ։ Մյուսը կապված է ներդրումների հետ։ Մենք մեր հարց ու պատասխանի մեջ պարոն Հարությունյանի հետ քննարկեցինք հետեւյալ հարցը, որ արդյոք հանձնաժողովը կարող է ուսումնասիրել ներդրումները եւ հարց առաջացավ, որ ներդրումների հարցը ըստ էության մենք կարող է որպես հանձնաժողով գիտակ չլինենք, բայց ես ունեմ հետեւյալ մտահոգությունը, որ կարող է ներկայացվում են ներդրումներ, որոնք որ մեր հանրային հանձնաժողովը, կարգավորման սակագների հանձնաժողովը ըստ էության հաստատում է, սակայն այդ ներդրումները չեն կատարվում։ Եվ պարոն Հարությունյանը նշեց, որ այդ ներդրումների հետ կապված մենք կարող ենք տեսնել, թե ինչ մեխանիզմ ունենք, որը որ ստուգում է այդ ներդրումները, կապված է կարծում հանրային հարցերի հանձնաժողովի հետ։ Եվ ընդհանրապես պարոն Հարությունյանը նշեց օրենսդրական լուծումների հետ կապված, այսինքն մենք հետագայում օրենսդրական լուծումների գնանք։ Ես մեկ այլ մտահոգություն արտահայտեմ, որ հնարավոր է, որ մենք հետագայում չկարողանանք օրենսդրական այնպիսի լուծումներ գտնել, որոնք կհակասեն գործող գազային պայմանագրերին։ Ինչու՞, որովհետև գազային պայմանագրերով արձանագրվում է վիճակ, որ այս վիճակից հետո հետագայում մենք չենք կարող ընդունել այնպիսի օրենքներ, որոնք ինչ որ կերպ կվատթարացնեն այդ ընկերության շահերը, վիճակը։ Եվ այն վիճակը, որ կա այսօրվա օրենսդրությունը, սա ըստ էության պետք է, ես այդպես եմ տեսնում գազային համաձայնագրերը պահպանվի։ Եթե հնարավոր կլինի, ուղղակի շատ լավ կլինի։ Իմ նշած երկու հարցերը, ես կարծում եմ ամենակարևոր հարցերն են, որ պետք է ուսումնասիրվեն, եւ մյուսը, որ ելի հարց է հնչեցվել, որ արդյոք հիմա պարտք կուտակվում է թե ոչ։ Եվ ես ուղղակի զարմացած եմ, չեմ հիշում ով հնչեցրեց անցած անգամ այդ հարցը, պատասխան չեղավ գործադիրի կողմից, որ հիմա այդ մեխանիզմը կա թե չկա, հիմա կուտակվում է թե ոչ։ Եվ սա շատ կարևոր է, որ հանձնաժողովը նաեւ այս հարցին պատասխանի։ Այսինքն այսօրվա եղած գազի գնով մենք պարտ կուտակում ենք որպես պետություն թե ոչ։ Մյուս ամենակարևոր հարցը, որ ամենաշատն է հուզում, տեսեք անընդհատ ներկայացվել է, որ գազը Հայաստանը ամենաէժան գնով է ձեռք բերում, բայց մենք մեր բնակարաններում վառում ենք մոտավորապես $200 թանկ, այսինքն սահմանի վրա եղած գազն ու տանը այրվող գազը $200 տարբերություն են տալիս։ Եվ պետք է ուսումնասիրել, թե երկրի ներսում ինչպես է այդպես լինում, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միայն գազը այդչափ թանկանում է։ Մյուսը նաև ներտնային սպասարկման հետ կապված կա այստեղ պարոն Հարությունյան դրույթ, ես շատ կարևոր եմ համարում ընդհանրապես դրա նպատակահարմարության հարցը ուսումնասիրի հանձնաժողովը։ Բնական է արդեն, որ ես այդ հանձնաժողովում չեմ լինելու, քանի որ խմբակցությունում չընդգրկված պատգամավորների հնարավորություն չի տրվում, բայց ես առաջարկում եմ, որ ներտնային սպասարկման հարցը լուրջ քննարկվի։ Ով է որոշել կամ ինչից է, ինչ հիմնավորմամբ է սա իրականացվում, նախ ներտնային սպասարկման համակարգը ներդնելու, երկրորդը ներտնային սպասարկման համակարգը մոնոպոլ դարձնելու եւ դրա գների եւ ընդհանրապես ձմեռային ամիսների եւ ամառային ամիսների դրա սպասարկման վարձերի հետ կապված։ Օրինակ նայեք, ամառային ամիսներին, երբ որ եղանակը տաք է, ավելի քիչ գազի կետեր են, այսպես ասած, սպասարկվում, քան ձմեռային ամիսներին։ Բայց ներտնային սպասարկման առումով ամեն կետի համար մարդը վճարում է։ Սա լուրջ խնդիր է։ Եվ մյուսը, եթե գազի համար ներտնային սպասարկումը անհրաժեշտ է, ինչու օրինակ ջրամատակարարման համար մենք չունենք նման բան, կամ էլեկտրաէներգիայի, էլեկտրաէներգիա, այսինքն նույն ձևով մասնագետը կարող է գալ տուն մարդու, բան անել, նայել լարերը, բան, չգիտեմ, հաշվի չէ այնտեղ ու ասեն, դե սրա համար վճարեք, ու կառավարությունը այդ ձևի որոշում կայացնի։ Տեսեք ինչքան անտրամաբանական բան է սա։ Եվ անտրամաբանական է նաև ներտնային գազի սպասարկումը։ Սա ուղղակի կարծում եմ, որ պետք է այս հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում վերանայվի եւ կառավարության այն որոշումներով, որոնք որ տրվել են այդ հնարավորությունը, այդ ոլորտը կարգավորվել են, պետք է վերացվեն։ Ներտնային սպասարկումը պետք է դրվի հենց այն ընկերության վրա, որը որ
գազամատակարարմամբ զբաղվում է եւ նրանք էլ պատասխանատվություն են կրելու ընդհանրապես դրա անվտանգության հետ կապված։ Եվ հավելյալ դրա համար վճարումները կարծում եմ անընդունելի է, որ մեր քաղաքացիներից մենք այսօր այդ համակարգը ներդրած գանձում ենք։ Մյուսը հանձնաժողովի ներառական կամ բացառող լինելու մասին է։ Ես ինչպես արդեն նշեցի, տրամաբանությունը հետեւյալն է։ Դուք նշում եք, որ հանձնաժողովը ունի 50-50 ձևավորման սկզբունք, այսինքն 5 падգամավոր կոալիցիոն ուժերից, հա, եւ 5 падգամավոր այլընտրանք քաղաքական Բարգավաճ Հայաստանից եւ ընդդիմությունից։ Եվ այս առումով մենք տեսնում ենք, որ 3 падգամավոր է լինում ընդդիմությունից, եւ եթե տրամաբանությունն այդպեսին է ոչ իշխանական ունենալ 5 падգամավոր, հետեւաբար կարող է լինել 6 падգամավոր հանրապետականից եւ կոալիցիայից եւ 6 падգամավոր ոչ իշխանական ուժերից։ Եվ այստեղ հնարավորություն տալ, որ ոչ իշխանական ուժեր ասելով, այսինքն նաեւ այն падգամավորները, որոնք ընդգրկված չեն խմբակցություններում, նրանք էլ կարողանան մեկ տեխնացու, մեկ падգամավոր ունենալ հանձնաժողովում։ Ինչ եմ սա ասում։ Եթե գնանք խմբակցությունների տրամաբանությունով, մենք այսօր խմբակցություն ունենք, որ ունի 4 падգամավոր, բայց մենք ունենք նաեւ չընդգրկված падգամավորներ, որ 3 падգամավոր կա չընդգրկված, այսինքն ձայնային առումով այդպես մեծ տարբերություն չկա։ Եթե մենք 4 падգամավոր ունեցող ֆրակցիային հնարավորություն ենք տալիս մարդ առաջադրել, ուրեմն 3 падգամավոր, որոնք որ ներգրաված չեն ֆրակցիաներում, նրանք նույնպես պետք է ունենան ներկայացուցիչ, կարծում եմ։ Գնայեք։ Զարավությանն եմ ասում։ Ես կարծում եմ, որ սա կարելի է քննարկել, ինձ համար չեմ ասում, պարոն Հարությունյան, որովհետև ես ինքս արդեն 3 հանձնաժողովներում ընդգրկված եմ, բավականին ծանրաբեռնված եմ եւ խոսքը դրա մասին չէ, խոսքը նրա մասին է, որ մենք չստեղծենք նախադեպ, որ մենք գնանք բացառման սկզբունքով, հետագայում ազգային ժողովը ինչքան ժամանակավոր հանձնաժողով ստեղծի, ասեն չէ կներեք, դուք ֆրակցիաներում ընդգրկված չեք, մենք ձեզ համար հնարավորություն չենք տալիս, որ դուք ներգրավեք հանձնաժողովի կազմում եւ աշխատեք։ Մտահոգությունը սա է, այսինքն գնանք ներառող սկզբունքով եւ ոչ բացառող, այսինքն այս էքսկլյուզիվ եւ ինկլյուզիվ բաների տարբերությունն է, մոտեցումների։ Ես ներառական ճանապարհով գնալու կողմնակից եմ, մասնակցային process-ներ, այսինքն թող մասնակցությունը լինի։ Եվ մյուս հանգամանքը, որպես փաստաբան եմ սա ասելու, ասեմ հետեւյալը։ Ասում է, որ հանձնաժողովի ժամկետը շատ երկար է։ Ես իմ հարգելի գործընկերներին պետք է ասեմ հետեւյալը։ Ես ինչպես որ պատկերացնում եմ հանձնաժողովի գործունեությունը, ես հասկանում եմ հետեւյալը։ Առաջին մի ամիսը կարծում եմ բավարար չի լինելու անգամ տեղեկատվություն հավաքելու համար։ Ամեն հարցմանը հանձնաժողովի մոտ 10 օր, 15 օր պատասխանելու են, դրանից հետո էլ հանձնաժողովը հնարավոր է հավելյալ հարցումներ անել եւ պարզաբանումներ պահանջել։ Սա ժամանակատար աշխատանք է եւ միայն տեղեկատվությունը հավաքելը կարող է երկար ժամանակ տանի։ Ինչ մնաց դա ուսումնասիրել, դրանից հետեւություններ անել։ Հետեւաբար ժամկետների հետ կապված միանշանակ չէ, որ 3 ամիսը բավարար է։ Քննարկման առարկա է, բայց ես ասեմ, ես սա որպես փաստաբան եմ ասում։ Ամեն հարցման չէ, որ օրենքով սահմանված ժամկետներ կա։ Շնորհակալություն։ Մարգարիտ Այսյան